Պարոն Դանիելյան, կուզեմ այսօր ամփոփում եմ մեր ձևով իր այս ժամանակահատվածի գործունեությունը, կուզեմ ձեզնից իմանալ, թե Հայաստանի հետ կապված մեր ձևովը ինչ տեսլական ունի, ինչպես են լուծվելու Հայաստանի եւ աշխարհի, այսպես ասած, Հայաստանի հարաբերությունների հարցերը եւ ըստ ձեզ արդյոք հիմա խաղաղություն է եւ ոնց եք դուք գնահատում դա։ Ընդհանրապես մեր համար առաջնայնությունը համարվում խաղաղությունը եւ այդ խաղաղությունը պետք է լինի երաշխավորված մեկից ավելի կենտրոնների կողմից։ Այս պահին մենք տեսնում ենք, որ վերջի շրջանում հարաբերական ինչ-որ խաղաղության նմանվող իրավիճակ ստեղծվել է Հայաստանի շուրջ, սակայն ոչ մի երաշխիք չկա, ոչ մի երաշխավոր չկա, որ այդ խաղաղությունը ամրապնդվելու է, ընդհանրապես հաստատվելու է իրական խաղաղություն, այլ տեսնում ենք մի իրավիճակ, երբ օրվա իշխանությունները ամեն գնով, նույնիսկ հայրենիքից զիջումներ կատարելու գնով, ընդհանրապես միջազգային ասպարեզում որևէ դիրքավորում չունենալու գնով, ուզում են պահել այդ իրավիճակը, որի անունը կոչվում է խաղաղություն։ Սակայն մենք տեսանք նույնիսկ վերջին ստորագրված փաստաթղթերը, նախաստորագրված փաստաթղթերը չունեն երաշխավոր եւ այսօրվա աշխարհում ընդհանրապես հնարավոր չէ ունենալ որևէ հստակ երաշխիքներով խաղաղություն, որը որ երաշխավորված չի լինի որևէ ուժեղ գործընկերոջ կողմից կամ գործընկերների կողմից։ Նամանավանդ, եթե մենք տեսնում ենք, որ մեր հակադիր կողմում մի պետություն է, որը որ նույնիսկ ստորագրված եւ երկար ժամանակ ուժի մեջ եղած փաստաթղթերին կարող է որևէ նշանակություն չտալ, անտեսել եւ ամեն պահի ընդունակ է հարձակման եւ այդ հարաբերական հրադադարը կարող է խախտվել ցանկացած պահի։ Հետևաբար մեր տեսլականը այն է, որպեսզի Հայաստանը լինի հզոր եւ ուժեղ գործընկեր, ունենա հզոր գործընկերներ եւ երաշխավորներ, որոնք որ մեր հետ միասին կամրապնդեն անվտանգային իրավիճակը Հայաստանի շուրջ։ Շնորհակալություն։ Hello.